Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից եւ աշխարհից, նախ կարևորը համառոտ։ Լարված վիճակ է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ոստիկանները համայնքապետի հրահանգով թույլ չեն տվել քահանային ներս մտնել, որպեսզի պատարագ մատուցի կարգալույց քահանան։ Որտեղ է պատարագի մասնակցում Փաշինյանը եւ ով է պատարագիչը։ Բաքուն կրկին բարձրացնում է 907-րդ լրացման չեղարկման հարցը, Ալիևը փորձում է համոզել Միացյալ Նահանգներին վերանայել Ադրբեջանի դեմ սահմանված պատժամիջոցը խաղաղության ձևակերպմամբ։ Վենեսուելայի գերեվարված նախագահին եւ նրա կնոջը տեղափոխել են Նյու Յորքի դատարան, Մադուրոն մեղադրանքը չի ընդունել։ Հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան եւ մկրտության հիշատակումն է։ Մայրաթորում Սուրբ Ծննդյան պատարագն անցկացվում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի գլխավորությամբ։ Հղվող պատգամ ուղերձը։ Անուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ եւ լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի եւ ստվերների մեջ։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, ով ծնվեց եւ աշխարհ եկավ մեր փրկության համար։ Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ եւ լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի եւ ստվերների մեջ։ Ավետարանիչը Աստվածորդու ծնունդը համեմատում է լույսի ծագման հետ։ Արդարև, խորհուրդ մեծ եւ սքանչելի, անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ։ Անծայրացիր տիեզերքը ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում, երկնային գահին բազմողը փոքրիկ եւ աղքատիկ քարայրում։ Ազգերը հրավիրվեցին մեղքը թոթափելու, մահվան խավարից ելնելու եւ հավիտենության ժառանգորդ լինելու։ Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա։ Ուսուցանում են եկեղեցու սուրբ հայրերը։ Հիրավի, Աստուծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու, սրբագործվելու եւ աստվածանալու։ Մինչ հայ առաքելական եկեղեցիներում կմեկնարկեին պատարագները, լարված վիճակ էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Նիկոլ Փաշինյանի աջակիցները համայնքապետ Տավրոս Սափայանի գլխավորությամբ թույլ չեն տվել Արագածոտնի թեմի քահանաներին մտնել եկեղեցի։ Տավրոս Սափայանը հայտարարել է թույլ չեն տալու, որ Տեր Հայկը եկեղեցի մտնի, քանի որ Սուրբ Ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույց հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում եկեղեցական կարգը բռնի խախտել էին նաև դեկտեմբերի 31-ին։ Նրոշնեկի կարգը դարձյալ խոչընդոտել էր Թալինի համայնքապետը եւ տեղի կարգալույց եղած նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանը։ Տեղի ունեցածի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը եւ հայտարարություն է տարածել կալանավայրից կատարվածը որակելով սրբապղծություն։ Հայ եկեղեցին չի վախեցել անցյալում եւ չի վախենա նաև այսօր։ Սրբությունը չի պաշտպանվում աղմուկով, այլ ճշմարտությամբ, հավատքով եւ միասնականությամբ։ Գրել է Սրբազանը։ Վճռականորեն դատապարտում եմ տեղի ունեցածը եւ հայտարարում, որ որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույց անձ չի կարող իրեն վերապահել իրավունք ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը եւ վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգեվոր զգացմունքները։
Միևնույն ժամանակ կոչ եմ անում մեր հավատավոր ժողովրդին եւ նվիրյալ հոգեվորականներին չտրվել սադրանքներին, բայց նաեւ երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ, սակայն հաստատուն, համբերատար, սակայն անզիջում։ Անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածին, Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն քահանա Արաքելյանը Նյուզեյեմի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցավ այն, ինչը չպիտի լիներ, որովհետև կարգալույծ եղած անձը չպետք է արարողություն կատարի եւ մարդկանց գայթակղության քար հանդիսանա։ Մեր եկեղեցու ավանդույթի համաձայն եւ բոլորն են դա ընդունում, հնուց եկել է, որ տաղավար տոներին եկեղեցում պիտի պատարակ մատուցի եկեղեցու հոգևոր հովիվը։ Իսկ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ ընդհանրապես Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվը Տեր Հայկ քահանան է, որը ըստ կանոնի պիտի Սուրբ պատարակ մատուցեր, որը ըստ էության տեղի չունեցավ, խոչընդոտվեց։ Եվ մենք դրա համար բացատրում էինք, ասում էինք, որ այդպես պիտի լինի, բայց արի ու տես, որ արդեն ներսում զգեստավորված, կարգալույծ եղած քահանան, որքան էլ որ չընդունեն, դա փաստ է արձանագրված հիմքերով, արդեն սպասում էր, որ արարողություն կատարի եւ այդպես տեսակ թե ինչ տեղի ունեցավ, իսկ մեր առաքելությունը նաեւ ինչպես միշտ այն է, որ բացի այն, որ մեր եկեղեցու պատիվը բարձր պահենք, Աստծուն ծառայենք, առաջին հերթին մեր կյանքից ներս Աստծուն դնենք, նաեւ թույլ չտանք, որպեսի որևէ մեկի քթից արյուն հոսի։ Եվ Փառք Աստծո, դա մեզ հաջողվեց, որովհետև տեսնում եք նաև, որ այնտեղ միգուցե, այսինքն հստակ երևում էր, որ սադրանքների մասնակցություն։ Ես այդ բառը չեմ սիրում, բայց այո, դա կար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը պատարակի է մասնակցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Վարչապետին այս անգամ ուղեկցում են ոչ միայն բարձրաստիճան թիմակիցները, այլև կինը։ Եկեղեցու բակում էլ, ինչպես միշտ, բազմաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել վարչապետին հսկելու համար։ Փաշինյանի հետ պատարակի են եկել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ նախարարներ։ Հիշեցնեմ, որ վերջին տարիներին քաղաքական էլիտայից ոչ ոք Սուրբ Ծննդյան պատարակի չէր մասնակցում, իսկ այսօր մեկ մարդու նման հավաքվել են եկեղեցում։ Փաշինյանի եւ նրա թիմակիցների համար պատարակը մատուցում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Բերաքննիչ դատարանը անսպասելի հետաձգել է վճռի հրապարակումը, որից պարզ կդառնար Արշակ Սրբազանն ազատ կարձակվի, թե ոչ։ Որոշումը պիտի հրապարակվեր երեկոյան, բայց նրա երկամսյա կալանքը բողոքարկած փաստաբաններին դատարանից տեղեկացրել են հետաձգման մասին։ Պատճառը չեն հանրայնացրել։ Այն կհրապարակվի հունվարի 12-ին գրավոր։ Ադրբեջանը նոր տարին սկսել է նոր ակնկալիքներով։ Բաքուն փորձում է միջազգային մակարդակում վերաշարադրել պատերազմից հետո ստեղծված իրականությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պահանջում է Միացյալ Նահանգներից վերացնել Ղարաբաղյան առաջին պատերազմի օրերին Ադրբեջանի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարելով, թե այսօր Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մեջ են ապրում, իսկ տարածաշրջանում այլևս շրջափակում չկա։ Այս տարվա առաջին ասուլիսում Ալիևը ակնկալում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կօգտագործի իր ազդեցությունը Միացյալ Նահանգների կոնգրեսում ամբողջությամբ չեղարկելու ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը, մի դրույթ, որն ընդունվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ քաղաքականության պատճառով։ Военных операций Մենք տարիներ շարունակ փորձել ենք չեղյալ համարել 907-րդ լրացումը, սակայն դա շատ բարդ գործընթաց էր։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Ամերիկայի նախագահները սկսեցին չեղարկել այդ լրացումը եւ դա շարունակվեց մինչեւ 2024 թվականը Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտից հետո, սակայն Բայդենն այն թողեց ուժի մեջ։ Ալիևը հավելել է, որ Բաքուն սպասում է Թրամփի վարչակազմի ակտիվ ներգրավվածությանը կոնգրեսի, հատկապես հանրապետականների շրջանում։ Ալիևը վերջին մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ է բարձրացնում այս հարցը։ Օրեր առաջ Բաքվում նա նույն պահանջը ներկայացրել էր ամերիկացի կոնգրեսականներին, հայտարարելով, թե 907-րդ լրացումը այլևս չի համապատասխանում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս մակարդակին։ Օրակարգային ամենակննարկվող թեման շարունակում են մնալ հոսանքի անհասկանալի անջատումները։
Օրվա տարբեր ժամերի հոսանքը հանկարծակի անջատվում է տարբեր թաղամասերում, որն է պատճառը, մանրամասները փորձել է պարզել Սեդա Մակարյանը։ Վերջին օրերին Հայաստանում հոսանքի անջատումները դարձել են գրեթե ամենօրյա սովորական բան։ Եթե ամիսներ առաջ հոսանքազրկման մասին քաղաքացիներին նախապես տեղեկացնում էին, այսօր շատերը դրա մասին պարզում են միայն այն պահին, երբ տունը հանկարծ մտնում է ու սառչում։ Հեծը դա մի համակարգ է, որը պարբերաբար անընդհատ ներդրումներ է պահանջում։ Հակառակ դեպքում այդ համակարգը սկսում է մարշվել, եթե դու այդ ներդրումները չես անում։ Նախկինում Տաշիր գրուպը ապահովում էր այդ ներդրումները։ Հիմա քանի որ Տաշիր գրուպը հեռացված է կառավարում, ներդրումները անհասկանալի է, թե ով պետք է կատարի։ Հայաստանի էլեկտրական ցանցերից պաշտոնապես հայտարարում են, անջատումների հիմնական պատճառները վատ եղանակային պայմաններն են կամ ցանցի ծանրաբեռնվածությունը։ Սակայն նախկին ղեկավարները եւ ոլորտի մասնագետները համոզված են, այս բացատրություններն ամբողջական չեն։ Հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի խոսքով խնդիրների մեծ մասը վաղուց հայտնի էր եւ դրանք կարելի էր կանխել։ Ընտրվում են այն թիրախները, որտեղ կարող են լինել խնդիրներ կապված եւ բեռի հետ, եւ հուսալիության հետ, եւ այդ հաջորդ տարվա ընթացքում այդ թիրախներում կատարվում էին եւ կապիտալ, եւ կանխարգելման պլանային աշխատանքներ, որի արդյունքում այդ խնդիրը չէր լինում, լինում էին փոքր խնդիրներ, որը չի կարող չլինել, բայց այս մասշտաբի խնդիր երբևէ չի եղել հետեւական աշխատանքի արդյունքում։ Իմ ունեցած ինֆորմացիայով կառավարման վերցնելուց հետո այդ պլանային աշխատանքները ուղղակի չեն կատարվել կամ եթե անգամ կատարվել են շատ փոքր տոկոսով։ Էներգետիկ ոլորտի փորձագետները նշում են, խնդիրը միայն տեխնիկական չէ։ Խոսքը կառավարման խորքային ճգնաժամի մասին է։ Հեծի պետականացումից հետո նրանց գնահատմամբ համակարգային բարեփոխումները մնացել են թղթի վրա, իսկ ցանցի արդիականացումը անընդհատ հետաձգվել է։ Իրենք մասնագետներին հեծի հեռացրել են աշխատանքից եւ բերել ըստ իրենց հավատարմության բարձր աշխատավարձով քպական մարդկանց են նշանակել, ելնելով իրենց կուրսակցական պատկանելությունից, այլ թե մասնագիտական գիտելիքից։ Այս ֆոնին առավել մտահոգիչ են հեծի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները խնայողությունների անհրաժեշտության մասին։ Նախկին տնօրենի գնահատմամբ սա ոչ թե լուծում է, այլ պոպուլիզմ։ Դա պոպուլիզմ է իմ կարծիքով, այսինքն ցույց տալ ժողովրդին, որ տեսեք մենք ունենք խնայողություններ, բայց իրենք չունեին։ Դա եղել է միանշանակ այդ իմ ասած պլանային եւ կապիտալ աշխատանքներ չկատարելու արդյունքում։ Իրենք այստեղ երկրորդ խնդիրն են լուծել, քանի որ պլանային աշխատանքներ չկատարելով նաեւ այսպես իջեցրել են անջատումների քանակը, որովհետեւ պլանային աշխատանքների ժամանակ ուզես չուզես կատարվում են անջատումներ, բայց արդեն հայտարարված։ Համակարգում պարզ երևում է անալիտիկայի արդյունքում նույնպես, թե որտեղ կարող է բեռը աճել, մոտավորապես ինչ չափով եւ ենթակայանները արդյոք կարող են դիմանալ դրան, թե ոչ։ Ղազինյանը նաև բացահայտում է մի դրվագ, որը նրա խոսքով լավագույնս ցույց է տալիս իրավիճակի իրական պատկերը։ Էրեբունի վարչական շրջանում հոսանքի վերականգնումը հնարավոր է դարձել ոչ թե հեծի ռեսուրսներով, այլ Սամվել Կարապետյանի աջակցությամբ։ Հենց հեծն է դիմել նրան անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու խնդրանքով։ Իրենք միևնույն է խնդրել են Տաշիր ընկերությունների խմբին այդ 23, եթե չեմ սխալվում, 23 բջիջները ձեռք բերելու համար, այսինքն եթե Տաշիր ընկերությունների խումբը չունենար այդ արտադրությունը Հայաստանում, պատկերացնում եք այդ բջիջները պետք է ներկրվեր անպայման, որովհետև առկա չէր։ Հայաստանի Հանրապետությունում դա չէր կարող լինել, իսկ այդ ներկրումը պատկերացրեք ինչքան ժամանակ կպահանջեր։ Եվ հաշվի առնելով, այսպես մի փոքր գաղտնիք բացեմ, հաշվի առնելով, որ դա ժողովրդի կարիքների համար էր, բնականաբար պարոն Կարապետյանը տվել է իր համաձայնությունը, որպեսզի այդ բջիջները տրվեն հեծին։ Մինչ պաշտոնական կառույցները շարունակում են պատճառներ թվարկել, քաղաքացիները պարզապես հարմարվում են մթությանը, իսկ հարցը մնում է բաց։ Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումը կդառնա կանխատեսելի եւ անվտանգ, թե հոսանքի անջատումները կշարունակեն լինել ոչ թե եղանակի, այլ կառավարման ձախողումների հետևանք։ Սեդա Մակարյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Միացյալ Նահանգների կողմից գերեվարված Վենեսուելայի նախագահ Մադուրոին եւ նրա կնոջը տեղափոխել են Նյու Յորքի դատարան։ Նյու Յորքի դատարանում Մադուրոն իրեն ռազմագերի է անվանել, որից հետո դատավորը ընդհատել է ելույթը։ Ես պարկեշտ մարդ եմ, ես դեռևս իմ երկրի նախագահն եմ, ես ինձ ռազմագերի եմ համարում, ասել է քաղաքական գործիչը։ Նյու Յորքի դատարանը Մադուրոյի գործով հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 17-ին։ Միևնույն ժամանակ Վենեսուելան հայտարարել է զորահավաք, իսկ նավթարդյունաբերության եւ այլ ոլորտների աշխատողների համար հայտարարվել է ռազմական ռեժիմ։
Իսկ Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսն էլ որպես ժամանակավոր նախագահ երթում է տվել Կարակասում ազգային ժողովում։ Ի աջակցություն Մադուրոյի խորհրդարանի անդամները վանկարկել են առաջ Նիկո։ Ժողովը միաժամանակ բուռն ծափահարել է, երբ ցույց է տրվել Մադուրոյի կնոջ Սիլիա Ֆլորեսի թափուր տեղը։ Ժողովը լսել է Մադուրոյի որդու Վենեսուելայի խորհրդարանի անդամ Նիկոլաս Մադուրո Գուերայի ելույթը։ Վերջինս հայտարարել է, որ իր ծնողները կվերադառնան Վենեսուելա։ Ինչու է գերեվարվել Մադուրոն, որտեղ է հիմա եւ ինչ ծրագրեր ունի Թրամփը Մադուրոյին գերեվարելուց հետո, պատմում է Սեդա Մակարյանը։ Այ երկրների միջև հակամարտություններ կարգավորող եւ իր բնորոշմամբ մի քանի պատերազմին վերջ դրած Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը արտաքին քաղաքական իր ակտիվությունը տեղափոխել է նաեւ Լատինական Ամերիկա։ Վենեսուելայի նախագահին գերեվարելուց հետո Թրամփը հայտարարեց, որ չի բացառում Կուբայի դեմ ռազմական գործողությունները։ Թիրախում է նաեւ Գրենլանդիան։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից։ Մասնագետների գնահատմամբ Թրամփի ակտիվությունը Լատինական Ամերիկայում ունի մի քանի ռազմավարական նպատակ։ Առաջինը հակազդել Չինաստանի աճող ազդեցությանը տարածաշրջանում, երկրորդը սահմանափակել կամ մեկուսացնել Ռուսաստան-Իրան-Չինաստան առանցքի ներկայությունը, եւ երրորդը վերահսկողություն սահմանել տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։ Այս համատեքստում է դիտարկվում նաեւ Վենեսուելայի նախագահի շուրջ ստեղծված վիճակը։ Նրա ձերբակալությունից հետո Թրամփը հայտարարեց, որ Վենեսուելայի նավթային ռեսուրսների վերահսկողությունը պետք է ամբողջությամբ անցնի Միացյալ Նահանգներին։ Այստեղ էլ նաև պատահական չէ, որ Թրամփը խոսում էր Միացյալ Նահանգների կորպորացիաների մուտքը Վենեսուելա ասելով նաև ամբողջ Լատինական Ամերիկա ապագայում, որտեղ կլինեն ներդրումներ եւ այլն։ Այսինքն փորձում է լուծել երեք չափազանց կարևոր խնդիր եւ այստեղ ես կարծում եմ իդեոլոգիական որևէ աստար նույնիսկ եթե տրվում է, դա ընդհանրապես աստար է, որը խորքային նպատակները չեն։ Թեպետ Թրամփը պնդում է, թե Վենեսուելայի դեմ գործողությունները նպատակ ունեն կանխելու թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու միգրացիոն հոսքերը, մասնագետներն այլ բացատրություն ունեն։ Ըստ նրանց Վաշինգտոնը չափազանց զգայուն է արձագանքում Չինաստանի ազդեցության աճին, հատկապես երբ Պեկինը ամրապնդվում է Միացյալ Նահանգների անմիջական ազդեցության գոտում Լատինական Ամերիկայում։ Դրա վառապացույցը Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչ Թրամփի գալը։ Լատինական Ամերիկայի եւ Չինաստանի միջև առևտուրը արդեն իսկ 2024 թվականին կազմել է շուրջ 500 միլիարդ եւ աճի հսկայական միտում ունի, իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Քաղաքագետ Արա Պողոսյանը Թրամփի քաղաքականությունը Վենեսուելայում բնորոշում է խելացի ուժի կիրառում, փափուկ եւ կոշտ ուժերի համադրություն։ Նրա խոսքով ստեղծված պայմաններում նույնիսկ եթե Վենեսուելան գնա գործակցության Միացյալ Նահանգների հետ, գործընթացը ամբողջությամբ կկառուցվի Թրամփի շահերի շուրջ։ Եթե դրան անվանենք փոխգործակցություն, ապա փոխգործակցություն ամերիկյան պայմաններով, որտեղ ամերիկյան ամբողջ տնտեսական, քաղաքական համակարգ ունենալու է գերիշխանություն։ Դա նշանակում է, որ հատկապես ձախ ուժերը կամ սոցիալիստական ուժերը աստիճանաբար դուրս են մղվելու տարածաշրջանի երկրների քաղաքական, այսպես իշխող էլիտաների ասպարեզից, եւ դրանք փոխարինվելու են ավելի շատ աճ ուժերով։ Թեպետ Թրամփի ռազմավարական նպատակները ներառում են նաև Ռուսաստանին եւ Իրանին ազդեցության դաշտից դուրս մղելը, քաղաքագետի համոզմամբ նրա հիմնական ախոյանը մնում է Չինաստանը։ Իսկ այս մրցավազքում Միացյալ Նահանգների հաջողությունը ըստ մասնագետների ամենևին էլ քիչ հավանական չէ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միացյալ Նահանգները շարունակում է պահանջել Գրենլանդիան, այն պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս, որպես ամերիկյան անվտանգության համակարգի մաս։ CNN-ի հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ Նա չի բացառել կղզին ռազմական ճանապարհով գրավելու հնարավորությունը։ Միջազգային մյուս լուրերը համառոտ։ Միացյալ Նահանգների նախագահը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում Ռուսաստանի Դաշնության այն պնդմանը, որ Ուկրաինան հարձակվել է Պուտինի կեցավայրի վրա եւ որ այդ հարվածը տեղի է ունեցել։ Նա կարծում է, որ ինչ-որ բան տեղի է ունեցել մոտակայքում, բայց հարձակման հետ աղերս չունի։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների անվտանգությանը, Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան իրենց անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին 2026 թվականի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում կրկին հրաժարվել է գնահատական տալ Վենեսուելայում Միացյալ Նահանգների գործողություններին, ընդգծելով, որ իր կաբինետի առաջնահերթությունն է ժողովրդավարության վերականգնմանն ուղղված ջանքերը Լատինական Ամերիկայի երկրներում։ Նա նաև նշել է, որ Ճապոնիան առաջնորդվել է հիմնարար արժեքներով եւ սկզբունքներով՝ ազատություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն եւ իրենց կառավարությունը կշարունակի սերտ գործակցությունը G7-ի երկրների հետ Վենեսուելայում ժողովրդավարությունը վերականգնելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերին եւ դա համարել Իրանի ազգային միասնությունը խաթարելու փորձ։ Իրանը նաև հայտարարել է, որ ցույցերի ժամանակ Մոսադի լրտես է ձերբակալել։ Իրանի պետական հեռուստաընկերության կողմից Սարի աղջիկ երգը հայկական ներկայացնելն Ադրբեջանում հետաքննության առիթ է դարձել։ Երգը հայերեն եւ պարսկերեն կատարել է Արազ Թորոսյանը, նույն ինքը Արազ Դարեն։ Դեպքը քննարկումներ է առաջացրել ադրբեջանական սոցիալական ցանցերում եւ մշակութային համայնքում։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր Հայաստանում տեղումներ չեն լինի։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ից 10 գիշերը կբարձրանա 16-ից 20, հունվարի 6-ից 9-ից 3-ը 3-ից 5 աստիճանով։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 18-ին է։